Ներողություն, ինչ խնդիր է այստեղ առաջացել։ Ուրեմն հարցնում ենք վակցինա է եւ փաստացի ինչ բաղադրություն է, ինչից է կազմված, ինչ նյութ է, կենսաբանական, քիմիական եւ այլ, ասում եմ մենք չունենք նշված տվյալները։ Եթե դուք չունեք, ո՞նց եք մարդկանց ներարկում, ինչ հիմքերով, ինչ դրանք գրանցված դեղեր են եւ միջազգային դեղագործական։ Ցույց տվեք լիցենզիան։ Լիցենզիան ցույց տվեք։ Ուղղակի այստեղ լիցենզիա ցույց տալու վայրը չի։ Բա որտեղ է, չհասկացա, մարդիկ եկել են պատվաստվեն, չէ՞, ինչ են պարունակում նշված վակցինայի մեջ։ Այսինքն ներարկող բժիշկը պետք է իմանա, հա դեղի։ Պիտի իմանա, բա չիմանա մարդիկ ինչ են ներարկում։ Եթե դուք կարդում եք, ասենք դեղի վրա, օրինակ Sputnik V։ Նորից եմ ասում, լիցենզիան ցույց տվեք։ Դուք չեք վստահում։ Բնականաբար ոչ։ Բնականաբար ոչ, ունեք լիցենզիա։ Խանգարում ենք բժիշկների աշխատանքը։ Սրանք բժիշկ չեն, սրանք ազգին ցեղասպանող են։ Խնդրում եմ ձեզ մի խանգարում։ Այսինքն, դուք նպաստում եք, հիմա փաստացի տեսեք ովքեր են, ոստիկանության աշխատակիցները։ Եթե պետք է ենթադրել, որ Հյուսիսային պողոտայում պատվաստման գործընթաց իրականացնելիս կլինեն մարդիկ հակապատվաստումային տրամադրություններով, ովքեր կգան եւ կասեն, որ սա վտանգ է ներկայացնում։ Հիմա այս պարոնը պնդում է, որ պետք է ստանա լիցենզիան եւ իմանա դեղի բաղադրությունը իմանա։ Մի խանգարեք ընթացքում։ Անուն ազգանուն մոտ ներկայացնում։ Ոստիկաններն ասում են մի խանգարեք։ Ոստիկան չես ուրեմն։ Մոտ ներկայացեք, ձեր տվյալները ներկայացեք։ Ինչ է ասում։ Ուրեմն հարցնում ենք լիցենզիան, ասում ոչ մի լիցենզիա չկա։ Ասում ենք բաղադրությունը ցույց տվեք, ասում են որևիցե բաղադրություն չկա։ Այն չէ ուզում, название կա։ Որ название կարող է տվյալներ բաչում։ Չէ, հայտնի է, որ այստեղ պատվաստում են AstraZeneca, Sputnik V։ Տվյալները ցույց տվեք, սերտիֆիկատը ցույց տվեք։ Երևի դեղը ունի ինչ-որ կարող ենք հարցնել։ Դուք հասկանում եք ինչ-որ։ Ներարկում են, ասում են ինչ-որ։ Չէ, որ դուք գնում եք, ասեք պարացետամոլ գնում եք։ Ուրեմն տեսեք, ոստիկանությունից անգամ հարցնում են, որևիցե մեկը չի ներկա։ Ներողություն։ Ինչ-որ լիցենզիա չկա ձեզ մոտ, որ կարող եք ցույց տալ։ Ինչ-որ թուղթ չունեք ցույց տալու համար, եթե մարդիկ ուզում են իմանալ ինչ են պատվաստվում։ Թղթային ինչ-որ հավաստում չկա։ AstraZeneca-ն է։ Միայն AstraZeneca է այսօր։ AstraZeneca-ն է։ Երեք տեսակ բաղը կլինի։ Բաղը կլինի չեք ներարկում կարելի է։ Հազար բարև։ Ոչ չնկարեմ, ես արդեն AstraZeneca-ն, հա։ Լավ, ես ես չեմ նկարում։ Դե գիտեք, բացօթյա հանրային բան է եւ չգիտեմ ինչ է նշանակում մի նկարեկը։ Արի։ Գիտեք, միջև 54 եմ ձեր մոտ օպերատոր է։ Միջև 54 տարեկան։ Ոյ, չեմ հասկանում։ Չէ, միշտ տենքին է։ Միշտ ինձ Արքարասում է։ Բայց ես տվյալներ եմ ուզում, չէ, ուզելով եթերը հասկանում եք։ չեմ ուզում որ ես նկարեմ։ Իսկ ով պետք է տվյալների ասի, այսօր քանի մարդ է պատվաստվել եւ Դա այլն։ նախարարությունը դիմացեք, իսկ բժիշկը կարող է մեկ Մենք երեք այստեղ ենք եղել, նկարել ենք, ասել են այդ պահի դրությամբ քանի մարդ է պատվաստել եւ ոչ մի խնդիր չի եղել։ Այսօր ի՞նչն է խնդիրը։ Ամբողջ հարցն այն է, որ հիմա այս հանրային մի քանի մարդու դժգոհությունը մարդկանց մի փոքր բարկացրել է եւ հիմա արդեն բժիշկները եւ կազմակերպիչները չեն ուզում նկարահանվել, չեն ուզում ցույց տալ process-ը, որը հանրային բաց գործընթաց է, եթե ինքը պատվաստվողը դեմ չէ, ոչ մի խնդիր չկա եւ նախկինում էլ մենք նկարել ենք։ Համենայնիվս պետք է ասել, որ այսօր այս տաղավարը իրոք շատ ակտիվ է եղել, պատվաստվողները այսօր շատ են եղել, 3
օրվա կեսին արդեն 40-ն անցել էր թիվը եւ մինչեւ օրվա վերջ անընդհատ ակտիվ հոսք էր եղել, թերևս օրվա մեջ կարելի ասել երևի 100 մարդ այստեղ պատվաստվում է, բայց ավելի լավ կլիներ որ հստակ թվեր իմանայինք, եթե հնարավոր լիներ։ Եվ իհարկե օրվա ընթացքում մոտենում են մարդիկ, ովքեր դեմ են պատվաստմանը եւ կամ չեն հավատում ընդհանրապես կորոնավիրուսին, դրա վտանգին, չէ։ Սնահավատ են, իսկ դուք հավատում եք։ Ես հավատում եմ, որովհետև ազգա բնակչությունը մոլորակի բնակիչները կապ չունի, ասենք, որ ասենք ազգի մասին են մտածում, միջազգային առողջապահության ոլորտով մտածում են ազգը ոնց առողջ ծնվեն։ Դրա համար Դուք պատվաստվել եք։ Չէ, ես էլ եմ պատվաստվել, ունես չի որ չեմ պատվաստվել։ Լավ, շնորհակալություն։ Հիմա ես պետք է խնդրեմ համանևս գոնե տվյալներ ներկայացնեն։ Գիտեք, այդ տվյալները գաղտնի չեն։ Եվ ուզում եք մոտավորապես իմանալ օրվա ընթացքում քանի մարդ։ Դիմեք նախարարություն, մարժին կա։ Բա երեք ինչի էիք ամփոփում։ Դե երևի ամփոփել են իրանք, մենք չենք կարող, դեռ ամփոփած չկա, ոչինչ հայտնի։ Իսկ շատ են պատահում, որ մարդիկ բողոքում են եւ չէ։ Ես ասեմ, ես պատասխանեմ, Հայաստանի Հանրապետության կուսակցությունները հերել են մարկության դեմ։ Հասկանալի է, լավ։ Շնորհակալություն։ Դե եկանք հասանք հենց այն պահին, երբ ավարտվում էր այսօր պատվաստման այս շրջիկ բացօթյա տաղավարի աշխատանքը եւ պահը անհարմար էր, եկել էր մարդը, որ բողոքում էր եւ արգելում էր ուղղակի պատվաստում իրականացնել եւ դրա պատճառով ներողություն խանգարում եք, հեսա ես խոսեմ տեսեք։ Չէ, ես հիմա խոսում եմ, էլի։ Ազգային ժողովի դեպուտատները պատվաստել են թե ոչ։ Այո։ Ազգային ժողովի դեպուտատները չեն մտածում ազգի մասին։ Լավ, հասկանալի է։ Հիմա այստեղ ընդհանուր ակտիվություն առաջացավ, ողջավորություն, այսպես ամեն ինչ պատմելու։ Ոստիկաններ կան կանգնած, որպեսզի որևէ մեկը չխանգարի, բայց մարդիկ շարունակում են մոտենալ, խնդրեմ պարոն, ներողություն մի հարց չուզեց։ Հարցազրույցի եւ ուղիղ նկարահանման համար այնքան էլ լավ պահ չէր, ավարտեցին աշխատանքն արդեն, իսկ օրվա ընթացքում այստեղ անընդհատ այդպես հերթ է եղել, շատ ակտիվ աշխատում է շրջիկ այս կետը, ես ծանոթ եմ ավելի շատ հյուսիսային պողոտայում կանգնած կետի հետ, մյուս կողմի վրա կանգնած է տեստավորման մեքենան, այստեղ կարելի է նաև անցորդները ուղղակի կարող են մոտենալ եւ տեստավորվել։ Տղամարդը, որ բողոքում էր եւ այսպես համարում էր, որ դա ինչ որ շատ վատ բան է պատվաստում է, այստեղ վիճաբանություն էր սկսել, նա ուզում էր ինչ որ փաստաթուղթ դեղերի մասին, թերևս հաշվի առնելով նման պահանջը, գուցե եւ կարելի է ունենալ փաստաթուղթ եւ ներկայացնել մարդկանց դեղի։ Բարև ձեզ։ Սա ուղիղ հեռարձակում է Ամերիկայի ձայնի։ Ուզում եմ իմանալ, մարդիկ գալիս են, տեստավորվում են, նրանց հետաքրքրում է տեստավորվել։ Ներողություն, ինչ է նշանակում այդ աղջկա։ Բուժքույր, բժիշկ։ Հա։ Բարև ձեզ։ Ամերիկայի ձայնի ուղիղ հեռարձակումն է։ Հիվանդ մարդ հանդիպել է այսօր տեստերում։ Հա, դուք միայն տեստը վերցնում եք, պատասխանը հետո եք տալիս, թե ռապիդ, արա։ Չեմ լսում։ Ինֆորմացիա չեք տալիս, դե ես չեմ հարցնում ով է հիվանդ, ես ասում եմ շատ են մոտենում թե չէ։ Չեմ լսում, մի քիչ բարձր։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Ահա։ Խիստ գաղտնի գործընթաց դարձավ, երեք բոլորը հաճույքով տալիս էին հարցազրույց եւ ոչինչ արգելված չէր, կար որոշակի քարոզչական էլեմենտ, ներկայացնում էին պատվաստված մարդկանց, տեստավորված մարդկանց քանակը եւ այդպիսով քաջալերում էին նաեւ ուրիշներին չվախենալ, իմանալ որ դա ապահով է, այսպես կարելի է անցնել փողոցով, մի քանի փոքրիկ ստուգման ենթարկվել եւ անվտանգ ձևով տեստավորվել, բայց ահա այսօր քանի որ տհաճ միջադեպեր եղել են, ապա մարդիկ նախընտրում են ուղղակի ոչինչ չխոսել։
Ահա այդպես։ Հուսանք ավելի լավ ժամանակներ կլինեն այս պատվաստման տաղավարում, մենք կմոտենանք եւ նորից մեզ բարեհամբույր կպատասխանեն մեզ հետաքրքրող հարցերին, իսկ մեզ հետաքրքրող հարցերը հետաքրքրում են հանրությանը, մարդիկ ուզում են իմանալ, որքան հնարավոր է շատ տվյալ ունենան, այնքան ավելի վստահությունը վերականգնվի եւ այսքան շատ անցորդների մեջ անտարբերները կամ կասկածողները ավելի քիչ կլինեն։ Համենայն դեպս կարելի ասել սառույցը շարժվել է, բավականին շատ թվով երիտասարդներ մոտենում են, հետաքրքրվում են եւ եթե որևէ մեկին պետք է փաստաթղթային ինչ-որ տվյալ յուրաքանչյուր դեղի մասին ինչ-որ նկարագրություն գրանցման տվյալների հետ կապված, գուցե դա էլ պետք է այստեղ ունենալ, որպեսզի ոչինչ անհասկանալի եւ ոչինչ կասկածելի չմնա մարդկանց համար այս գործընթացում։ Բազմամարդ է հյուսիսային պողոտան, իսկ տաղավարին մոտեցել են արտասահմանցիներ, Իրանի բնակիչներ, տվյալներ են վերցնում, որպեսզի վաղը գան։ Այս տաղավարն աշխատում է մինչև ժամը 8-ը, ամեն օր քանիսից է աշխատում կներեք, այդ գաղտնիք չի, չէ։ Քանիսից։ 12-ից 8-ը, այս տվյալը փաստորեն բացարձակապես գաղտնիք չէր, մեր բախտը բերեց, դա իմացանք։ Սովորաբար լինում է 3 պատվաստանյութ, օրվա վերջում այստեղ կար միայն AstraZeneca, չինական պատվաստանյութը եւ Sputnik V-ն վերջացել էին։ 3 ցերեկը բոլոր 3-ն էլ առաջարկվում էին եւ մարդիկ մինչեւ 55 տարեկան մարդիկ իրենք էին ընտրում որը պատվաստվեն, 55 տարեկանից բարձր մարդկանց պատվաստում էին AstraZeneca։ Այդպես։ Սա շրջիկ պատվաստման կենտրոնն է, Ամերիկայի ձայնի ուղիղ հեռարձակումը, կուզենաք պատվաստվել։ Ինչու ոչ։ Դեռ չեք ուզում։ Այո, ինչ որ ժամանակ է պետք նաև, որպեսզի մարդիկ այդ մտքի հետ հարմարվեն, ասենք ծնված օրվանից պատվաստումներ ստացած մարդիկ այս պահին մտածում են, որ սա շատ վտանգավոր կարող է լինել, թերևս մասնագետները պնդում են, որ այդ մտավախությունը հիմքեր չունի։ Ես մեջբերում եմ մասնագետների խոսքը եւ իհարկե յուրաքանչյուր մարդ ինքը պետք է որոշում կայացնի, պատվաստումը պարտադիր չէ, կամավոր է, ուղղակի մարդկանց գիտակցության վրա է դրված, որպեսզի կարողանան վերջնական ազատվել այս օրինակ այս դիմակներից, այս սահմանափակումներից, որքան հնարավոր է շատ մարդ պետք է հանրության մեջ պատվաստված լինի եւ ունենա իմունիտետ COVID-19-ի նկատմամբ։ Այսպես ինչ որ տվյալներ կարողացանք հավաքել, ինչ որ բան մեզ չհաջողվեց այսօր, որովհետեւ բոլորի նյարդերը լարված վիճակում է, երբ մեկը մոտենում է եւ կասկածի տակ է դնում իրենց աշխատանքը, գիտական հիմնավորումները, ուրիշ մարդկանց են վախեցնում, այսպես ասենք։ Դուք որոշեցիք պատվաստում անել հիմա, հա? Պատվաստելու եք իրեն։ Նկարեմ էլի։ Դուք հենց հիմա կադրի մեջ եք։ Դուք պետք է տենց անեք, դուք պետք է մի քիչ ենք։ Դե դուք կադրի մեջ եք, ես նկարում եմ։ Ամերիկայից է։ Մի խանգարեք, հա ինձ։ Շատ դժվար է աշխատել եւ կողքից հիմա տվյալ մարդը, որը չի ուզում լինել կադրում, անընդհատ հայտնվում է կադրում, ինչ կարելի է անել։ Արդեն տաղավարը փակվում էր, բայց ժամի առումով ժամանակ կար։ Եվ խնդրեմ, զբոսաշրջիկներ են,
Օգտվելով առիթից որոշեցին նաև պատվաստվել։ Ենթադրում եմ, որ Իրանի քաղաքացիներ են երևի, ես ոչ մի հարց չեմ տվել, չեմ միջամտել եւ հեռու եմ կանգնած, որպեսզի իրենց անձնական տվյալների գրառման ժամանակ ոչինչ չձայնագրվի։ Ինքը պատվաստումը բոլորովին անցավ եւ բավականին արագ գործընթաց է, այստեղ ճնշումն են չափում, թթվածնի մակարդակն են չափում եւ այդ մի քանի հարց են տալիս կապված քրոնիկական հիվանդությունների արկայության հետ, կա քրոնիկական հիվանդություն թե ոչ, եւ եթե այդ պահին մարդը չունի ջերմություն, նույնիսկ եթե Մասաբար ու մարդկաց մերցին։ Խնդրեմ, ես մարդն էլ հայտարարեց, որ մարդկանց մերցնելու նպատակ կա եւ հեռացավ։ Պատվաստողները պետք է բավականին այսպես կայուն որոշում ունենան նման մեկնաբանություններից վախի չմատնվելու եւ որոշումը չփոխելու համար, անկեղծ ասած, բարդ է, երբ մարդը որոշել է պատվաստվել եւ մոտենում ասում են սա վտանգավոր է, ինչ խոսք, դա խնդիր է։ Եթե մարդը չունի ջերմություն, ես շարունակեմ այնինչ լսել եմ այստեղ մասնագետներից նախորդ օրերին, եթե այդ պահին անգամ վարակված լինի, պատվաստումը չի խանգարի։ Իհարկե ավելի լավ է, որ առողջ վիճակում մարդը պատվաստվի եւ երկու պատվաստումների միջև ընկած ժամանակահատվածում փորձի չհիվանդանալ, չվարակվել կորոնավիրուսով, որպեսզի հակամարմինների ձևավորման այդ փուլը նորմալ ընթանա եւ անհրաժեշտ քանակով հակամարմիններ ստեղծվեն օրգանիզմում։ Իհարկե, պատվաստումից հետո եւս վարակվելը չի բացառվում, բայց բացառվում է ծանր եւ հոսպիտալացման ենթակա աստիճանի առողջության վատթարացում, այսինքն պատվաստված մարդը անգամ եթե փոքր հավանականությամբ մարդը խնդրում է իրեն չնկարել, բայց անցնում է ուղիղ տեսախցիկի առջև։ Եվ եթե մարդը վարակվի պատվաստումից հետո, ամենայն ասում են, որ 100%-ով այդ հիվանդությունը չի ունենա ծանր ընթացք եւ չի ունենա հիվանդության պատճառով մահվան ելք։ Այդպիսով կորոնավիրուսի խիստ վտանգավոր այդ բարդությունները կարելի է շրջանցել պատվաստված լինելով։ Եվ ավելի հավանական է, որ պատվաստված մարդը ուղղակի չի վարակվի։ Ահա, խնդրեմ, մի քանի րոպեից պետք է տաղավարը փակվի, այն խառնաշփոթի պահին դատարկվեց տաղավարը, իսկ հիմա նորից լիքն է, բավականին շատ մարդ հավաքվեց, հետաքրքրվում են, հարցնում են, որ տեսակի դեղամիջոցն է ներկայացված, իհարկե ավելի լավ կլիներ, եթե մի քանի տեսակ լիներ, որովհետև երբ մեկ այլընտրանք չի ներկայացվում, դա մարդկանց նորից մի փոքր կասկածելի է թվում։ Չեմ ասում, որ շատերը անցնելիս այսպես նկարում են, հեռվից նկարում են։ Ինչն եք նկարում, կներեք։ Ավելի հերթ է, չմալանից բանն անում, պատվաստում են, որ չհիվանդանան։ Դուք հիվանդացել եք իսկ։ Իսկ չեք հիվանդանալ։ Ոչ էլ դիմակ ունեք։ Իսկ տեսել եք քանի մարդ է մահացել կորոնավիրուսից, թե չեք հավատում։ Ծանոթ չունեք։ Մարդ է մահացել։ Բոլորը 4000 մարդ գրեթե կորոնավիրուսից։ Այլ պատճառով չմահացել։ Միայն կորոնավիրուսից։ Կան նաև երիտասարդ մարդիկ, ովքեր կորոնավիրուսի վարակվելուց հետո թոքաբորբից մահացան։ Չեք լսել այդպիսի դեպք։ Ես դրան չեմ հավատում։ Հիմարություն եմ։ Մարդը չի հավատում, նկարում է եւ նրանք ովքեր հավատում են, ես ներողություն եմ խնդրում նման մեկնաբանություններ եւս հեռարձակելու համար, ներկայացնում ենք այն ինչ կա այս պահին, ինչպիսին որ կա այս պահին Երևանի հյուսիսային պողոտան։ Հավատացողներ, պատվաստվողներ,
չհավատացողներ, մերժողներ, այսպեսին է իրավիճակը եւ փոխել այն ոչ հնարավոր է, ոչ էլ կա այդպիսի նպատակ։ Ես ինքս ստացել եմ պատվաստման առաջին չափաբաժինը, իհարկե կթաքցնեմ, թե ոչ պատվաստանյութն է, որովհետև դա նշանակություն չուներ, թերևս եւ մի քանի որոշ ժամանակ անց պետք է ստանամ երկրորդ պատվաստումը։ Ինձ դա հետաքրքրում է նաեւ այն իմաստով, որ բացի այն, որ շրջապատը եւ ես կարող ենք ապահովագրվել, նաեւ ինձ հետաքրքրում է սահմանափակումների նվազեցումը ոչ միայն Հայաստանում, այլ աշխարհում շրջագայության համար եւ բազմաթիվ այլ խնդիրներ։ Քանի որ հարց էր գրված արդյոք ես պատվաստվել եմ, դրա համար ես ներկայացրեցի նաեւ իմ անձնական տվյալը։ Մի քանի րոպե է մնացել, այստեղ հերթ է, մարդիկ, դուք պատվաստվեցիք։ Ներարկումը ամենևին ցավոտ չէ, ուղղակի չի զգացվում ընդհանրապես, բայց ներարկումից հետո հաջորդ օրը կարող են լինել գլխացավ, մկանային ցավեր, ոչ բարձր ջերմություն։ Նման երևույթները նույնիսկ ապացույցն են, որ պատվաստանյութը աշխատել է օրգանիզմում եւ հակամարմինների ձևավորման գործընթացը ստացվել է։ Թեև կարող է այդ ամենը լինել նաեւ առանց որևէ ախտանշանի։ Բարի ձեզ, ուզում եք պատվաստվել։ Ես պատվաստվել եմ, դուք նկարել եք ինձ։ Հա, դուք դիմակով եք եղել, ես չեմ իմացել։ Ինստիտուտի Դուք բժիշկ եք։ Բժիշկ եք։ Բայց ինչ-որ միտեղ բժիշկները պատվաստվում են, պետք է ընդհանրապես կասկած չունենան։ Գիտեք, հենց նոր այստեղ մի քիչ տհաճ միջադեպեր եղան։ Մարդ էր եկել, որ ասում էր, դա թունավոր է, մի պատվաստեք, նոր մի ուրիշ մարդ ասաց, որ մարդկանց սպանում են։ Գիտեք, դուք ինչ-որ կապ ունեք առողջապահության ոլորտի հետ եւ արդեն պատվաստված եք։ 20-30 լավագույն բժիշկների ներկայությամբ, իմ ներկայությամբ, երբ որ պատվաստվում են, ինձ թվում է իրանցից լավ օրինակ չկա ինչ-որ մեկից վերջ։ Այո, ես տեսել եմ այդ պատվաստման գործընթացը, ես ներկայացրել եմ։ Ինձ թվում է, թե Հայաստանի լավագույն բժիշկները պատվաստվում են, խնդիր չկա։ Ու տարբեր վակցինայով են պատվաստվում, կոնկրետ։ Լավ, համարենք, որ բոլորն էլ անվտանգ են։ Դուք որով եք պատվաստվել։ AstraZeneca-ով։ AstraZeneca, այստեղ հիմա AstraZeneca սկզբունքով են պատվաստվել AstraZeneca-ով։ Ուղղակի դա էր առկա այդ պահին։ Համաշխարհի վրա է սպոկել AstraZeneca, թե Sputnik։ Այդպես եք որոշել։ Շատ լավ, կներկայանաք։ Մինաս։ Ազգանունն էլ ասեք։ Հովհաննիսյան։ Շնորհակալություն Մինաս։ Շատ շնորհակալություն։ Հենց տեսնում եք, մեր նախորդ հաղորդումներում հենց մեր էջում կարող եք գտնել այդ հաղորդումը։ Առողջապահության ազգային կենտրոնի գիտաբժշկական գրադարանի բակում բացօթյա տեղի ունեցավ բժիշկների պատվաստման այդպիսի միջոցառում եւ փաստորեն Մինասը նույնպես եղել է այդ միջոցառման ժամանակ, պատվաստվել է, ուղղակի ես նրան չհիշեցի, որովհետեւ բոլորը դիմակներով էին եւ ես նրան չճանաչեցի։ Իսկ մեզ շատ հեշտ է ճանաչել մեր Ամերիկայի ձայնի լոգոյով, անմիջապես մարդը հասկացավ, որ դա ես էի։ Ահա այսօր այստեղ ես ավարտում եմ մեր ուղիղ հեռարձակումը, կարծես թե խտացած մի քանի րոպեում մենք ամբողջ օրվա անցուդարձի նման իրադրություն տեսանք այստեղ։ Դուք եկել եք պատվաստվեք երիտասարդ։ Ես կամ բաղական բույսով։ Երեք դուք եկել եք, չէ՞։ Բայց Դուք մնալու եք, չէ՞։ ինչ կնկարել։ Չեք ուզում նկարեմ։ Չեն ուզում, ով չի ուզում չի նկարվում եւ արդեն քանի որ շատերը չեն ուզում, մենք էլ չենք ուզում իրենց խանգարենք եւ ավարտում ենք մեր ուղիղ հեռարձակումը
Երևանի հյուսիսային պողոտայի շարժական պատվաստման տաղավարից մենք այստեղ տեսանք եւ տեղացիներ, եւ զբոսաշրջիկներ, արտասահմանցիներ, ովքեր պատվաստվեցին, մենք այստեղ տեսանք պատվաստմանը խիստ դեմ եւ մի փոքր դեմ, բողոքող եւ ուղակի դժգոհ մարդկանց հանրության բոլոր շերտերը մեզ մի քանի րոպեի ընթացքում ուղակի հանդիպեցին։ Այս ուղիղ հեռարձակումը ներկայացրեց Շաքե Աբոյանը, շնորհակալ եմ ուշադրության համար, կշարունակենք հետևել այս կարևոր գործընթացին առայժմ։